Բանջարեղենի առատ այս սեզոնին փորձեք մակարոնը պատրաստել նոր ու հետաքրքիր տարբերակով, վստահ եմ շատ կհավանեք։ Ընդամենը 20 րոպե և սեղանին կլինի ամառվա ամենահամեղ ընթրիքը՝ մակարոն, հյութեղ բանջարեղեն և ձգվող սուլուգունի պանիր։ Այս համադրությանը պարզապես անհնար է դիմադրել։ Դիտեք մինչև վերջ և անպայման փորձեք պատրաստել։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է մոտ 200 գրամ ցանկացած տեսակի մակարոն, սուլուգունի պանիր և առատ բանջարեղեն։ Մանր կտրատում ենք սոխը, պղպեղը, խառը կանաչին և կծու ծիծակը, կիսում ենք սմբուկը և լոլիկները։ Տապակի մեջ մի փոքր ձիթայուղ ենք լցնում, մեկ շերտով դասավորում ենք սմբուկը, լոլիկը, վրան ավելացնում ենք մանրացրած պղպեղը և սոխը։ Ծածկում ենք, դնում ենք ցածր կրակի վրա, թողնում ենք մոտ 5 րոպե, առանձին կաթսայի մեջ եփում ենք նաև մակարոնը։ Նշեմ, որ սմբուկները նախապես պետք է կեղևազատել, իսկ լոլիկների կեղևը կհեռացնենք ջերմային մշակման ենթարկելու ընթացքում, հենց այսպես ձեռքի մեկ շարժումով։ Մակարոնը բանջարեղենով ստացվում է անչափ համեղ, վստահեցնում եմ մեկ անգամ փորձելուց հետո ամբողջ ամառվա ընթացքում այն ձեր սեղանից չի պակասելու, շատ հետաքրքիր համային համադրություն է։ Շրջում ենք սմբուկները, լոլիկը, տապակում ենք ևս 3-ից 4 րոպե, այնուհետև ավելացնում ենք 1-2 ատամիկ սխտոր։ Միատարր զանգված ստանալու համար կարտոֆիլ տապակելու համար նախատեսված սարքով կամ պատառաքաղի օգնությամբ բանջարեղենը տրորում ենք։ Աղ և սև պղպեղ ենք ավելացնում, մանրացրած կանաչին, խառնում ենք, որպեսզի համերը ամբողջանան։ Բարեկամներ, եթե նոր եք միացել իմ ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Մեզ անհրաժեշտ է նաև սուլուգունի պանիր, որը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Մակարոնը ավելացնում ենք բանջարեղենի վրա և մի լավ խառնում ենք, բույրը պարզապես անմահական է։ Վերջում ավելացնում ենք քերած պանիրը, ծածկում ենք, սպասում ենք ևս 1-2 րոպե։ Ամառային գույներ, տարբերվող համեր մեկ ափսեի մեջ, հիանալի տարբերակ է։ Մատուցում ենք մեր պատրաստած ուտեստը և անուշ ենք անում, չափազանց համեղ է ստացվել, անպայման դուք էլ փորձեք։